Սիրելի հայրենակիցներ, կարճ անդրադարձ եմ ուզում անել Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ հրապարակած տեսանյութին, որտեղ նա սպառնում է ընդդիմության լիդերներին, որ շուտով նրան քացին կակա պիտի ասեն։ Նիկոլ Փաշինյանի այս կարճ տեսանյութը բացահայտում է նրա հոգեվիճակը։ Նրա մոտ վախը և ռեպրեսիվ գործելակերպը միախառնված են։ Նիկոլ Փաշինյանը վախենալու պատճառներ ունի։ Նա շատ լավ գիտի, որ հասարակությունը կասկածի տակ է դնում անցկացված ընտրությունների լեգիտիմությունը։ Նա գիտի, որ այս ընտրությունները ամենևին էլ չեն հաղթահարել իշխանության ճգնաժամը։ Նիկոլ Փաշինյանը վախի պրակտիկ պատճառ էլ ունի։ Ամբողջ ընդդիմությունը կամ ընդդիմության առանցքային ուժերը կոնսոլիդացվել են և դրա ապացույցն այն է, որ ընդամենը 1-2 ժամ հետո ժամը 18:00-ին ԿՀԻ շենքի մոտ տեղի ունենալու միասնական ակցիա ընդդիմության, որի հիմնական պահանջը բնականաբար այս ընտրությունների արդյունքների չեղարկումն է։ Սա վախեցնում է Նիկոլ Փաշինյանին։ Մյուս կողմից նա ԿՀԻ-ին պատկան մյուս մարմիններին ուժային գործողությունների դիմելու, ճիշտ թվեր նկարելու, ռեպրեսիվ մեթոդների դիմելու հրահանգ է տալիս, սա ակնհայտ է։ Ի դեպ, ակնհայտորեն ռեպրեսիվ մեքենան ոչ միայն չի դանդաղացնելու իր աշխատանքը, այլ գնալով ուժգնացնելու է, սրա մասին մենք տեղեկատվություն ունենք էլ և քանիցս ասել ենք, որ բոլոր հնարավոր սցենարներին պատրաստ ենք։ Ավելորդ է ասել, որ Նիկոլ Փաշինյանի բառամթերքը հարիր չէ պետական խոսքին, այն նշաձողերին, որոնց պիտի համապատասխանի որևէ իշխանավոր բարձրաստիճան պաշտոնյա։ Սովորաբար կայացած ժողովրդավարություններում ընտրություններից հետո ընտրված կամ վերընտրված առաջնորդը փորձում է համախմբել հանրությանը, փորձում է լսելի դարձնել ընդդիմության փաստարկները, որպեսզի հանրային համերաշխության ձևավորման միջոցով հնարավոր լինի չեզոքացնել այն մարտահրավերները, ներքին և արտաքին ռիսկերը, որ կանգնած են պետության առջև։ Միանգամայն այլ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է թշնամանքի իրարման քաղաքական հաշվեհարդարի ռետորաբանությունը, քաղաքականությունը։ Ստույգ տեղեկատվություն ունենք, որ Նիկոլ Փաշինյանը կանգ առնելու մտադրություն չունի։ Նա ոչ միայն փորձում է այնպես անել, որ հասարակությունը մարսի կեղծված ընտրությունների արդյունքները, այլ փորձելու է հաշվեհարդար տեսնել ընդդիմության 3 առաջնորդների նկատմամբ։ Խիստ արժանահավատ լուրերի համաձայն Նիկոլ Փաշինյանի շրջապատում քննարկվում են այն սցենարները, որոնցով հնարավոր կլինի հասնել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի ազատազրկմանը։ Այսպիսի հիվանդ իշխանություն ունենք մենք։ Նա շարունակում է պիտակավորել 3 առաջնորդներին, մոռանալով, որ նրանց հետևում ավելի քան կես միլիոն ընտրողներ կան։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն Հայաստանի հասարակության մեծ մասին պատերազմ է հայտարարել սեփական անփառունակ ողորմելի իշխանությունը պահպանելու մոլուցքով։ Այսպիսի իրավիճակը արտառոց է ամբողջ աշխարհի համար։ Համոզված եմ, որ շատ քիչ երկրներ կան, եթե նույնիսկ կան, որտեղ պետության ղեկավարը նման ամբարտավան կերպով է իրեն պահում հետընտրական փուլում։ Նիկոլ Փաշինյանի կեղծ տեսլականը, այսպես կոչված իրական Հայաստանի կոնցեպտը ոչ միայն չի կոնսոլիդացրել մեր հասարակությունը, այլ այն ավելի բևեռացրել է։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում հանրային համախմբմանը, այլ ավելի բևեռացնում է մեր հասարակությունը բախումների,
ռիսկեր ու վտանգներ ծնելով։ Այլևս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ապագային միտված որևէ ծրագիր, չունի պոզիտիվ, ռացիոնալ որևէ օրակարգ։ Եվ սա լավագույնս ապացուցում է իմ այն պնդումը, որ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունները ամենևին էլ չեն կոնսոլիդացրել մեր հասարակությանը, ավելին նպաստել են իշխանության ճգնաժամին։ Այսուհետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օրը, ամեն անփառունակ օրը կարող է երկարաձգվել միայն ռեպրեսիաների, ճնշումների, հասարակությանը թիրախավորելու ու պառակտելու միջոցով։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է, երկիրը գտնվելու է ներքին ցնցումների և արտաքին ռիսկերի ռեժիմում, սա պետք է բոլորս գիտակցենք և ընդդիմության ու հասարակության կոնսոլիդացված ջանքերի շնորհիվ հնարավորինս արագ հասնենք այս անփառունակ իշխանության հեռացմանը։ Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեզ վախեցնել, շարունակում է ժողովրդի հետ խոսել շանտաժի ու սպառնալիքի լեզվով, քաղաքական հաշվեհարդարը դարձրել է իր ստոր և ողորմելի իշխանության խորհրդանիշը։ Այս պարագայում ես մեր բոլոր հայրենակիցներին հորդորում և կոչ եմ անում այսօր ժամը 18:00-ից լինել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ լինելու են ընդդիմության բոլոր առաջնորդները, լինելու ենք մենք, լինելու են մեր ընտրողները, լինելու է Հայաստանի ժողովուրդը, որը հետամուտ է արդարության և օրինականության հաստատմանը։ Մեր նպատակային և կոնսոլիդացված պայքարը չի կարող արդյունք չտալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ այսօր տեղի ունենալիք ակցիան ընդամենը սկիզբն է մի պայքարի, որը տրամաբանորեն պիտի բերի այս իշխանության հեռացմանը և Հայաստանում սոլիդ իշխանության ձևավորմանը։